Մինչ խոսքին կանցնի մի պատմությունով եմ ուզում սկսեմ այսօրվա խոսքս։ Մի մարդ հերու երկրում ապրում է, Աստծո մարդ, եկեղեցու ծառայող հովիվ, ու կոչ անում, այսօրվա ժամանակ վերցնենք, որ կա on-line հարթակը, հայտարարություն անեմ եկեղեցու ժողովրդին ու ասում է. «Սիրելիներս, սատանայի հետ եմ հանդիպել ու այս կիրակի ծառայությանը կգաք, որ ասեմ ինչ ասել սատանան ինձ»։ Այդ կիրակի սովորականից ավելի շատ մարդիկ են գալի ծառայությանը։ Հելնում է ծառայողը հովիվը բեմ, կանգնում, արտասվում ու ասում է. «Սիրելիներս, չեմ կարող այս շաբաթ ասել։ Հաջորդ շաբաթ կգաք, հաջորդ շաբաթ կասեմ ինչ ասել ինձ սատանան»։ Գնում է հաջորդ շաբաթը գալի ծառայությանը, բարձրանում է նորից բեմ, տենում է սովորական, արդեն ավելի շատ են մարդիկ հավաքվել, եկել են մեկը մյուսին ասելով գան տենան ինչ ասել սատանան հովիվին։ Նորից բարձրանում է բեմ, տեսնում է ժողովրդին նորից արտասվում ու ասում է. «Սիրելիներս, ներողություն եմ խնդրում, բայց այս շաբաթ էլ չեմ կարող ասել։ Հաջորդ շաբաթ կգաք, անպայման կասեմ ինչ ասել ինձ սատանան»։ Գնում են հաջորդ շաբաթ, գալիս է արդեն բազմահազարանոց դահլիճում, արդեն տեղ չկա։ Բոլորը մեկը մյուսին ասելով մեր հովիվը սատանային է հանդիպել ու տենանք ինչ ասել սատանան հովիվին։ Գալիս են, բարձրանում է հովիվը ու նորից արտասվելով ասում է. «Սիրելիներս, երեք շաբաթ դուք լսեցիք, որ սատանային եմ հանդիպում ու եկել եք տեսնեք ինչ ասել սատանան։ Բայց 2000 տարի է Հիսուսը խոսում է։ Ինչի ականջ չենք դնում մենք այս ձանին, երբ որ Հիսուսը խոսում է»։ Սիրելիներս, իրականում այդ պատմության խորհուրդը նա էր, որ Հիսուսը մինչև այսօր խոսում է։ Մինչև այսօր խոսում է Հիսուսը մեզ հետ։ Ականջ դնենք ու գիտես, այն մարդով ականջ ունի Աստծո խոսքը լսելու, Աստծո խոսքը կատարելու համար, այդ մարդու կյանքը ուղղակի օրհնված կլինի։ Ամեն, փառք Հիսուսին, սիրելիներս, ծափարենք Տիրոջ իր սուրբ անվան համար։ Աստվածաշունչը շատ տեղեր է մեզ սովորեցնում փոխհարաբերությունների մասին, կանոնների մասին, ինչպես վարվենք, ինչպես գործենք, իրական օրհնությունը, որ կա հայտիս երկրի համար է նախատեսված։ Երկնքում արդեն այնտեղ չկա տառապանք, ցավ, հիվանդություն, այնտեղ կա ուղղակի ապրել Աստծո հետ։ Օրհնություն Աստվածա, ֆինանսական օրհնություն, Աստծո օծություն, զորություն, պարգևներ, բոլորը այստեղ այս ժամանակի համար է մեզ տրված, իրենից։ Ու շատ կանոններ կան Աստվածաշնչում, որ մեզ սովորեցնում է ոնց անենք, ոնց վարվենք, որ լինես օրհնության են կիզակետում են, կենտրոնում, Աստվածաշնչում, որ ինչքան օրհնություն կա, դու չմտածես էդի այն ուրիշների համար է։ Երբ որ դու կարդաս, ասես այս ամեն ինչը իմ համար է, բայց կանոններ կան, սիրելիներս։ Կանոններ կան, որոնք որ դու անելով ասեն, միայն օրհնություն ես բերելու քեզ վրա, քո կողքի մարդկանց վրա, քո ընտանիքի վրա, քո շրջապատի վրա, քո ազգության վրա, այն մարդկանց հետ, ում հետ որ դու շփվում ես։ Ամեն, հալելույա։ Առաջին կետը, որ ուզում եմ խոսել, սա քաղցրություն եւ սիրո մասին է։ Աստվածաշունչը խոսում է Եփեսացիների 4:30 խոսքում ասում է. «Եվ մի տրտմեցնեք Աստծո Սուրբ Հոգուն, որով կնքվեցիք փրկության օրվա համար։ Ամեն դառնություն, բարկություն եւ սրտմություն եւ աղաղակ, հայհոյություն թող վեր առնվի ձեզանից ամեն չարության հետ»։ Սա մարդկային հատկանիշներն էր, որ բարկությունը շատ ենք այսօր հանդիպում մարդկանց, որ բարկանում են շատ արագ։ Դառնություն, մարդու ներսում որ տխրություն կա, որ երկու բառ խոսում ես, ուղղակի չես ուզում շարունակես, այնքան քո հավատքն էլ անկնում։ Հայհոյություն, սրա մասին չեմ խոսում էլ։ Ասում է ամեն չարության հետ թող վեր առնվի ձեզանից եւ իրար հետ քաղցր եղեք, գթած, իրար ներելով, ինչպես էլ Քրիստոսը մեզ ներեց։ Սիրելիներս, իմ բառերով ասեմ, այստեղ սկզբից ասում է մի տրտմեցնեք Սուրբ Հոգուն, հետո վերագրում է հատկանիշներ բնավորության գծեր, ես սենց եմ հասկանում։ Եթե այդ բնավորությանը գծերից կա քո ներսում նեղվածություն, բարկություն, հայհոյանք, չարություն կա, դա տրտմեցնել է Սուրբ Հոգուն։ Ու ասում է մի տրտմեցնեք Սուրբ Հոգուն։ Ես հասկանում եմ, եթե տրտմեցնելուց հետո այս խոսքն ասում, ուրեմն երբ որ մենք գործում ենք այս գործերը, դա Աստծո Հոգուն տրտմեցնում ենք։ Մի տրտմեցնեք Սուրբ Հոգուն, դրա մեջ օրհնություն չկա։
Դու պատկերացնում ես ամենակարող Աստծո զորությունը, որ պաշտպանում ես երկրի վրա մեզ, որ ամեն սատանայի դեմ, դիվային աշխարհի դեմ դու Սուրբ Հոգու զորությամբ ես կանգնում ու դու տրտմեցնում ես այդ հոգուն։ Էլ ինչ զորությամբ ես դու կանգնելու աղոթես, էլ ինչ զորությամբ ես դու քո ընտանիքի վրա հռչակելու Աստծո զորությունը։ Էլ ինչ օրհնությամբ ես, էլ ումից վերցրած օրհնությամբ ես, իշխանությամբ ես խոսելու քո իրավիճակների վրա։ Հասկանում եք, եթե կա չարություն, բարկություն, ես ասում եմ այն մարդկանց, ովքեր որ շատ արագ են բարկության մեջ։ Այսինքն շատ արագ վարքյաններ է պետք, որ մարդը բարկության ամենաբարձր կետին հասնի։ Ընտանիքի մեջ, շփման մեջ, մտերիմների մեջ, հա։ Սա խոսում այդ մարդկանց մասին, որ մի տրտմեցրու Սուրբ Հոգուն։ Դրա մեջ օրհնություն չկա։ Ու ինչքան որ դու քաղցր լինես, սիրով լինես, հա, այդ ժամանակ Աստծո հաճությունն է գալի քեզ վրա։ Երբ որ Սուրբ Հոգին տեսնում է, ոչ թե տրտմում է, որ դու իր անունն ես կրում քրիստոնյա, Սուրբ Հոգով լցված Աստծո Սուրբ որդու արյունով գնված մարդ, հա, ոչ թե ինքը տրտմում, այլ ուրախանում է, որ արժեր այս մարդու համար արյունս թափեի։ Հրեշտակներ ուղարկում է, որ պաշտպանեն քեզ։ Ամեն, երբ որ դու քաղցր ես, սիրով ես լինում, Աստծո բանակը քո կողքն է լինում։ Սուրբ Հոգուն տրտմեցնելու, գիտեք սիրելիներս, ժառանգական եկած նեղվածություն։ Այդ ես իմ բառերով եմ ասում։ Երբ որ մարդը ասում են, ինքը սենց է, շատ է սիրում նեղանալ օրինակի համար։ Այն որ ինքը փոքր նեղանում էր, հիշում ենք, երեխա ժամանակ երեխեքից էր նեղանում, մեծացավ դասընկերներից է նեղանում, մանկապարտեզ առաջ անցա։ Հետո մեծանում է քոլեջում ինչ որ տեղերի մարդկանց է նեղանում, ամուսնանում է կին կամ ամուսնուց է նեղանում, ծնող կամ հետո ամեն, հասկանում եք, ժառանգական եկած ինչ է նկատի ունեմ, որ ինքը փոքրուց դա բնավորության գիծ է, բայց ձևավորի քաղցրություն, սեր քո ներսում, այդ ուղակի քո ներսից թող վեր առնվի այդ նեղվածությունը, որ կա, որը որ Աստծուց չի, ասում է, թող վեր առնվի ձեզանից։ Հա, ամեն, փառք Հիսուսին։ Առաջին Պետրոս 4:8 խոսքը ասում է. ամեն ինչից առաջ միմյանց նկատմամբ ջերմ սեր ունեցեք, հա, քաղցրություն ունեցեք, որովհետև սերը ծածկում է մեղքերի շատությունը։ Սա խոսում եմ, մի մտածիր, սա խոսում է Աստծո մարդկանց մասին ասում, որովհետև սերը, դա գիտենք, Քրիստոսից է գալի, Աստծուց է գալի։ Ասում ամեն ինչից առաջ բոլորի նկատմամբ սեր ունեցեք։ Եթե դու սեր ունենաս քո կողակիցի նկատմամբ իր հանդեպ չես չարանա։ Եթե դու սեր ունենաս քո առաջնորդի ավակի կապ չունի որտեղ ուզում ես լինես, սեր, քաղցրություն քո ներսում, որ դու ապրում ես, ներսումդ ունենաս դա ուղղակի քեզանից կհորտի, դու խաղաղարել կլինես, քաղցրել կլինես։ Հիշում եք Սուրբ Հոգու պտուղները, հեզ, հլու, խաղաղարար։ Շարունակելով առաջ սիրելիներս, երկրորդ կետը, որ կա սրբությունն է մեր կյանքում, որ պետք է լինի, եթե ուզում ես լինես Աստծո օրհնության կիզակետում։ Ու խոսքն էլ, որ ուզում եմ ասել, որպես վերնագիր, հա, դրել եմ այսօր, վերականգնված փոխհարաբերություն։ Որ այս կետերը մենք անցնում ենք ինչի համար, որ վերականգնվի մեր փոխհարաբերությունները նախ Աստծո հետ, եթե չունես էլ փոխհարաբերություններ Աստծո հետ, նախ վերականգնվի Աստծո հետ, ինչպես sense մենք միասին ենք շփվում, կարողանաս վերականգնվի Աստծո հետ, կարողանաս այդ հարթակի վրա շփվես եւ մարդ հարաբերություններն էլ վերականգնվի, վերականգնված փոխհարաբերության մասին ենք խոսում հիմա։ Ու հաջորդ կետը սրբությունն է։ Սիրելիներս, շատ մարդիկ ասեմ չեն սիրում, երբ որ խոսում ես իրենց հետ սրբության մասին։ Շատ մարդիկ հայացքը փոխում են, երբ որ խոսում ես իրենց հետ սրբության մասին։ Ինչի համար։ Եթե ասեմ, մարդու կյանքում չկա այդ մի բանը, ինքը ուրախությամբ կուզենա լսել։ Եթե մարդու կյանքում չկա մի բան, որ իրան պահում է, ինքը գիտի դա, ինքը սիրով կլսի։ Ասեմ, շատերը չեն սիրում, երբ որ դու իրենց հետ խոսում ես սրբության մասին։ Բայց ինչևէ, եթե Աստվածաշնչում գրված է սրբության մասին, խոսելու ենք մենք սրբության մասին, որովհետև սա մեր կյանքում կլինի վերականգնում փոխհարաբերությունների մեջ, կլինի հոգևոր մակարդակի բարձրացում ու կլինի Աստծո օրհնություն։ Ամեն։ Առաջին Պետրոս 1:15 խոսքում ասում է. այլ ձեզ կանչող Սուրբին պես դուք էլ սուրբ եղեք ձեր բոլոր վարքերում, որովհետև գրված է. սուրբ եղեք, որովհետև ես, Տերը, սուրբ է։ Այսօր մենք ասում ենք Քրիստոսի արյունով գնված ենք։ Մենք քրիստոնյա ենք, մենք Հիսուսով կոչվում ենք քրիստոնյա։ Ասում է, ով է մեզ կանչել քրիստոնեության մեջ։ Հիսուսը։ Կոչվում ենք Հիսուս Քրիստոս, օծյալ փրկիչ։ Ու եթե ինքը մեզ կանչել է, ասում է իրան կանչողը, որ քեզ կանչել է, իրապես եղի։
Ինչքան է եղել ձեր կյանքում լսել ենք այսպեսի մի բառ կա, ինչ որ առիթների, որ գնում ենք կա հագուստի անվանում, հա, dress code, որ մարդիկ այդ օրը օրինակ հագնում են կապույտ գույնի։ Դա այդ օրվա միջավայրը, այսինքն դուք հագնվում ես այնպես, ինչպեսի այդ օրվա առիթի տերը, հա, խնդրել է, որ դու գնաս dress code։ Ու հիմա ինչ ենք անում մենք այդ մարդուն հարգելով, եթե ասել օրինակ բոլորը հագնում են կապույտ գույնի, հա, դու չես գնա սպիտակ, որովհետև ասում ես, այս մարդը սենց է ցանկացի ավելի գեղեցիկ, ավելի ճիշտ, ավելի լավ է, եթե ես գնամ այդ հագուստով։ Հիմա Աստվածաշունչը խոսում է նույն օրինակի պես, ասում է ձեզ Քրիստոսն է կանչել, ինքը սուրբ ապրել է, ու հիմա ասում է իրապես դուք էլ սուրբ եղեք։ Հասկանալ էր օրինակը։ Սիրելիներ, որտեվ երբ որ Քրիստոսի պես սուրբ ապրես, ինչ ես կարծում, ինչքան սենց օրհնությունների սենց շարան, քո վրա միթե չի տեղա տարապվի սենց անձրևների պես։ Միթե քեզ վրա չի լցվի Աստծո օրհնությունները։ Ամեն, սա խոսում է սրբության մասին, որ մեզ կանչող սուրբի պես մենք էլ սուրբ լինենք։ Ամեն։ Մի պատմություն պատմեմ, երբ որ կանչող սուրբի պես ասելու համատեղ հա զուգահեռ ուզում այս օրինակը բերեմ, սա պատմություն է ուղղակի, չգիտեմ որքանով իրականություն է համապատասխանում, բայց շատ տիպիկ օրինակ է շատ քրիստոնյաների։ Մի մարդ գնում է հեռուտեղ աշխատանքի ու աշխատում է այդ տարի գործերը լավ չի լինում։ Զանգում է տուն, տնեցիք են զանգում իրան, գիտես տան վարձի օրն է, երեխեքը հագուստներ, ինչ որ բաներ պետք է առնենք, նմանատիպ սնունդ չունենք, ֆինանս ուղարկի, ասում է սիրելիս, գիտես մի քիչ աշխատանքս լավ չի, այս անգամ չեմ կարող ուղարկեմ, կլինի ոնց որ հետո ինձ ասում է դե մի բան արա, տես ինչ ես անում, ուղարկի, մենք այստեղ ապրում ենք, մեզ ապրելա պետք։ Հիմա համատակ, սենց ես ասում եմ, դուք զուգահեռ արեք այդ խնդրվածքը հոգևոր կյանքում, որ մենք խնդրում ենք Աստծուց։ Այդ մարդը գալիս է նոր տարվա կողմ, նորից են զանգում, գիտեք, էլի ֆինանս ուղարկի, նոր տարի է գալի, պետք է առևտուր անենք, հյուրեր են գալու, նմանատիպ սենց շատ հարցեր։ Այս մարդը ասում է նորից, գիտեք, մի քիչ այս տարին լավ չի ընթանում, չեմ կարող գամ, էլ անգամ ֆինանս չունեմ, որ գամ տուն, նոր տարի անենք միասին, էլի։ Տնեցիք ասում են, ոչինչ, դու մի արի, դու ֆինանս ուղարկի, մենք ինչ պետք է կանենք, առևտուրը կանենք, լավ ճոխ նոր տարի կանենք, դու մենակ ֆինանսն ուղարկի։ Երբեմն սիրելիներս, շատ քրիստոնյաների աղոթք նմանվում է սրան։ Հիսուս, քո սրբությունը թող իմ կյանքում չկա, դու քո օրհնությունը ուղարկի ինձ, բավական է։ Դու մենակ ինձ օրհնի, բավական է։ Ես որ կիրակիները եկեղեցի էլ չգամ, որ քո խոսքը ասում է մեկտեղ հավաքվել է մի թողեք։ Ինձ բավական է, դու մենակ իմ ֆինանսները օրհնի, թող երեխեքս, հայկական բալեքս լավ լինեն։ Թող մենակ ծնողներս լավ լինեն, ոչինչ Հիսուս, որ քո սրբությունը իմ կյանքում չի գա։ Շատ երբեմն մարդկանց քրիստոնյաների աղոթքը նմանվում է այս օրինակին, որ մենք Աստծո առաջ գալիս ենք նման օրինակով, ոչինչ Տեր ջան, հասկանալ էր չէ սիրելիներս, բայց թող մեր աղոթքը լինի զորավոր, ոչ թե միայն, այլ Հիսուս դու արի իմ կյանքի մեջ, ես ուզում եմ ոչ թե ֆինանսներ օրհնություն, այլ ուզում եմ Հիսուս դու գաս իմ կյանքի մեջ, ամեն, հալելույա, փառք Հիսուսին, ես սիրում եմ, երբ որ Քրիստոսը գալիս է իր ժողովրդի մեջ, որովհետև եթե Քրիստոսը քո մեջ ապրի, քո կյանքը ուղղակի կլինի օրհնված, իսկ եթե միայն օրհնությունները գա քո կյանքի մեջ, այդ օրհնությունները ինչպես բոլորդ կվկայեք, որ օրհնություն եթե նյութականի վերածենք, ինքը գալիս գնում է, առողջական էլ չէ, տատանվում է, մի օր մի քիչ մեկը հազում է, մի օր մի քիչ թույլ ես զգում, բայց երբ որ Քրիստոսն է քո կյանքի մեջ լինում, թեև մի քիչ հազաս, Քրիստոսի վերքերով բժշկված եմ, թեև դժվարությունների մեջ ես ապրում, Քրիստոսն է իմ օրհնությունը, ես ինչից պետք է, ոչ մի բանի պակասություն չեմ, եթե Քրիստոս իմ հետ է, ամեն, ամեն, հալելույա, փառք Հիսուսին, փառք տանք Տիրոջ իր անվան համար։ Հայրը այդպես ցանկանում է, որ մենք իրան փնտրենք, ոչ թե իր օրհնությունը։ Հաջորդ կետը, որը որ օրհնություն է մեզ համար, հա, երբ որ մենք այս կետն էլ անում ենք, պատվի արժանացնելը մեր կյանքերում։ Աստվածաշունչը շատ տեղեր խոսում է պատվել ավակներին, պատվել հոգևոր առաջնորդներին, կրկնապատիկ անգամ ասում է ձեզ վրա հոգևոր պատասխանատուներին կրկնապատիկ պատվի արժանացրեք, պատվեք ձեր երկրի իշխանավորներին, աշխատողներին ասում է ձեր տերերին պատվեք, շատ է խոսում պատվի մասին, ինչի համար, որովհետև կա օրհնություն, երբ որ պատվում ես դու մարդկանց, կա մեծ օրհնություն պատվելու մեջ,
Որովհետև ինչի ասում պատվեք, որովհետև ասում է պատվեք այնպես ինչպես Տիրոջն եք ծառայում։ Այսօր երբ որ դու աշխարհում ինչ որ միտեղ աշխատում ես, երբ որ դու սովորում ես, դու լինես ծառայող թե եկեղեցու անդամ, եւ դու որ նոր ես անգամ խոսքը լսում, դու որ նոր ես գալի Աստծուն, դեռ չես ճանաչում Քրիստոսին, պատվելու մեջ կա մեծ զորություն, որովհետեւ Աստվածը հատուցումը տալիս։ Դու երբ որ պատվում ես առաջնորդիդ հովիվին, դու հովիվներին, դու պատվում ես ավագին, Աստվածը տեսնում։ Հովիվ կոչումը հա եկեղեցում ով է դնում հովիվ, ասում Աստծո խոսքը ասում Աստված է դնում հովիվ։ Ու երբ որ դու պատվում ես որպես հովիվ, Աստված ինքն է քեզ օրհնում։ Եթե դու մոտենաս որպես հովիվներ, Աստված է դրել ու դու ընդունում ես Տեր ջան, դու ես դրել, հայրս, ո՞նց ես դու կոչում, չգիտեմ, Աստծուն։ Քո տունն է սա Քրիստոսի տունն է Հիսուսի արյունով գնված, հա, հասկանանք ճիշտ։ Ու երբ որ մենք առաջնորդին ընդունում ենք Աստծուց դրված մարդ, մենք ինչի կարանք աշխարհի տեղ շատ տեղեր, շատ մարդկանց տնօրեններին ընդունում ենք, ինչքան է եղել, կարող է քո հետ չի եղել, բայց լսել ես, որ այս մի օր ինչ վատ տնօրեն է, այս ինչ ժամանակ 5 րոպե շուտ չի թողնում գնանք տուն, կամ տարբեր տեղեր, ուսանողները կարող է շատ ասեն դասախոսների համար, տարբեր տեղեր։ Այդ դասախոսներին էլ Աստվածաշունչը ասում է չկա իշխանություն, որ Աստծուց չի։ Ոչ թե այդ իշխանավորը, այդ իշխանությունը դրած վերադասները դա Աստծուց է դրված։ Ինչի ասում աղոթեք ձեր պետության նախագաների համար, որտեվ եթե ամբողջ ազգի կեսը նախագահին օրինակ անիծում է, հայ ինչ նախագահ է, Իրանից նախագահ դուրս չի գա, բայց որտեղից դուրս կգա, եթե ազգի կեսը ասում է Իրանից դուրս չի գա, հասկանում եք սկզբունքը։ Հիմա այսօր եթե Աստծո դրած մարդը որ կա, որը որ Պողոս առաքյալն ինչի ասում, եւ մեզ համար էլ աղոթեք, որ Աստծո խոսքի դուռը բացվի մեզ համար։ Հաջորդ վերջի կետը, որ կարևոր մեր կյանքում ճիշտ փոխհարաբերությունների համար հա մեզ պետք է շատ կետեր կա Աստվածաշունչը, որ խոսում է, ես իմ բառերով ասեմ, վերագրել եմ այսպես օրհնության բանալիներ, որ այս ամեն ինչ անելով ուղղակի բանալիներն է, որ դու ամեն մի օրհնության դուռ ես բացում։ Խաղաղություն ունենալով քո տան մեջ, ասեմ, բոլորը քո տան միջից բացի դրսում էր, բոլորը կցանկանան քո հետ շփվել։ Դա մարդ հարաբերության մեջ սեր ունեցար, բոլորն են ձգտելու քեզ։ Իմացի աշխարհը հենց իրականում արդեն չարության, տխրության մեջ է։ Կարիք ունեն բոլորը մեկին ուրախ, որ հետը կշփվեն։ Կարիք ունեն մեկը սիրով լցված, որի հետ կշփվեն։ Կարիք ունեն մեկին խաղաղարար, որ քո հետ կշփվեն, խաղաղությամբ կլցվեն։ Աշխարհը կարիք ունի մեկին, որ տեսնելով սրբություն կտեսնեն այդ մարդուն, որ տեսնելով քեզ չեն մտածի, որ հիմա որտես ուզում իրան գցես։ Կարիք ունի աշխարհը այսօր։ Կարիք ունի Աստծո հոգով լցված մարդկանց։ Ամեն, հալելույա սիրելիներս, այս ամեն ինչի պահելու, ապրելու համար կարևոր է շատ ապաշխարությունը սիրելիներս։ Ապաշխարելը դա շատ ենք լսում, դա ուղղակի բառերով ասելը չի։ Ապաշխարելը դա կյանքա, գիտես, երբ որ ուղղակի դու ինչ որ անում ես, եթե ես միջև այսօր բարկանում ես, ապաշխարում ես դրանից, դարձի ես գալ, շրջվում, հակառակ ես գնում արդեն, դու այսօրվանից խաղաղության հետևից ես գնում, այսօրվանից սիրո հետևից ես գնում, այսօրվանից սրբության հետևից ես գնում։ Ամեն սիրելիներս, ապաշխարելը դա է, որ ուղղակի ես այլևս թաթու խոսք չեմ ասի, չեմ բարկանալու, չեմ ջղայնանալու, չեմ մարդկանց հետևից վատ խոսելու։ Ապաշխարելու եմ ես սովորություններից։ Գիտեք, շատ մարդկանց Քրիստոսին ճանաչում են, բայց դեռ սովորություններ կան իրենց ներսում։ Թու որ աս։ Մարդիկ մեկ էլ մի բան լսում ասում են թու լավ էր։ Սատանի ականջը խուլ։ Այնպես բաները մեկ լսում, աբսուրդ բաներ կարող է դուք եք լսել։ Սիրելիներս, ինչպես կարաս դու ասես սատանի ականջը խուլ։ Բայց եթե դու անում ես սատանայի գործը, դու ո՞նց կարաս ասես։ Դու անում ես ուղղակի կռապաշտություն, թու, սատանի ականջը խուլ։ Ես երբ որ լսում եմ, ասում եմ, «Էս ինչ է կատարվում»։ Մենք Քրիստոսին ճանաչելով ինչ սովորություններ ունենք։ Ուժելի Աստծո մարդիկ ասում են դեռ չեն ապաշխարել իրանց սովորություններից։ Մի քանիսը նշել եմ մոտս։ Մարդիկ չգիտեմ էլի ինչեր են կախում, մյուսն են անում, ջուր են շփում մեքենա հետևից։ Մտածում եմ սենց, ասում են երևի լավ, որ մեկն էլ որ գործի օրհնվեմ, լավ է։ Համ աղոթեմ թող Աստված օրհնի, համ էլ դրանք սաղ անեմ,
Որ մեկն էլ որ գործի լավ է։ Սիրելիներս, ասում եմ մեզ կանչող Սուրբի պես մենք էլ Սուրբ լինենք։ Թող ոչ մեկ քո կյանքում չլինի միայն այն, որ Քրիստոսը քո կյանքում կա, բավական է քո կյանքի յուրաքանչյուր իրավիճակ, որ լինի օրհնված։ Ամեն, հալելույա, փառք Հիսուսին։ Երկրորդ Կորինթացիս 5-րդ գլուխ 17 խոսք ասում է. ուրեմն, եթե մեկը, ես սենց վերնագան, եթե ես Քրիստոսումն եմ, նոր արարած եմ, նոր ստեղծված եմ, հները այդ ինչ որ կար, անցան, ահա ամեն բան հիմա, այսօր ամեն բան նոր է լինում, այսօր ամեն բան նոր է լինում, ամեն, Հիսուսի անունով, այսօր թող քո կյանքում մի բան էլ նոր սկսվի, մի բան էլ նոր սկսվի, որ Քրիստոսով նոր կլինի։ Եվ վերջին տեղն եմ կարդում, Եփեսացիների 4-րդ գլուխ 17 խոսք, հետո 22 խոսք, ասում եմ արդ, սա եմ ասում, և վկայում Տիրոջով, որ դուք այլևս չգնաք, ինչպես ուրիշ հեթանոսներն են գնում իրենց մտքի ունանությամբ, սա հեթանոս անհավատներն են, եթե այդ բաներից մեր կյանքում կա այսօր Աստծո ժողովրդի կյանքում կա նմանատիպ օրինակներ, սիրելիներս, ասում է սա եմ խնդրում, որ չգնաք այլևս, որ ձեզանից 22 խոսք ասում, որ ձեզանից դուրս հանեք առաջի գնացքի պես եղող հին մարդը, գնացք գիտեք ինչի է գնացք չէ, որովհետև գնացք ինքը չի թեքվում ետ գալիս, գնացքը իրա ռելսների վրա դրված հաստատուն ընթացող գնացող փոխադրամիջոց է, ու դրա համար ասում է, որ եթե գնացքը, վсё, գնաց, այն պատմության պես չլինի, որ մեկը գալիս է վաքսալ ուշացած, մեկը էլ ասում է գնացել է գնացքը, ասում են հա, ասում են երբ է գնացել, ասում են 5 րոպե առաջ, ասում են լավ է շատ չեմ ուշացել։ Սիրելիներս, չլինի մեր կյանքում, որ եթե մի բան սենց գնաց, շատ չեմ ուշացես բնավորությանս, որ գնացել է, կարամ հասցնեմ հետևից ետ բերեմ։ Եթե մի բան քեզանից հանում ես, ասում են թող այդ գնացքի պես եղող հին մարդը, որը թող ձեզանից դուրս հանեք առաջի գնացքի պես եղող հին մարդը, որ խաբեության ցանկությունով ապականված է, եւ ձեր մտքի հոգով նորոգվեք, եւ նոր մարդին հագեք, որ Աստծո պատկերի պես ստեղծված է, եւ ճշմարտության արդարությունով եւ սրբություն, ճշմարտություն, արդարություն։ Հալելույա, ամեն սիրելիներս, այդ այն հատկանիշներն է, որ Աստծուց է գալի, վերևից է գալի, Աստծուց է մեզ տրված։ Մի երազել պատմեմ ու աղոթելու ենք մենք հիմա նոր մարդուն հագնելու համար, նոր Քրիստոսով մարդուն հագնելու համար, այն հին մարդը որ կա, որ գնա վերականգնվի մեր հարաբերությունները Աստծո հետ, բարձրանով էլ որ դեռ այսօր չգիտեր ինչ է նշանակում փոխհարաբերություն Աստծո հետ, գիտես, եթե դեռ չի ճաշակել Աստծո ներկայությամբ լցված կյանքը, երբ որ դու ծածուկ կարում ես քեզ հաճելի եղող վայրերը, երբ որ պետք է ծնունդ, ուրախություն, տան մարդկանց հետ շփում, դու այդ ամեն ինչը դնում ես, որ Աստծո հետ ուղղակի ժամանակ անցկացնես։ Աղոթել ենք, որ այսօր քո կյանքում բարձրանա այդ մակարդակը, որ դու էլ ճաշակես ինչ է նշանակում Աստծո քաղցրությունը։ Մեկ անգամ երազ եմ տեսնում, սա չգիտեմ երազեր թե տեսիլք էր, առավոտյան արթնացա, ուշ էի քնե, բայց առավոտ արթնացա, ուզում եմ մարմինս, ուզում եմ քնեմ, բայց ուզում եմ չէ աղոթեմ մի քիչ, որ գնամ աշխատանքի, նստել եմ անկողնու վրա, որ պատկերացնեք, հա ինչքան, բայց ուզում եմ չէ Տեր, ես քո հետ հիմա ժամանակ անցկացնեմ, որ գնամ աշխատանքի, առանց քո հետ հանդիպան չեմ ուզում գնամ, ու պատկեր եմ տեսնում, ես քայլում եմ, ու մեկ էլ կողքից մի անգամից փողոցով քայլում եմ, հայտնվում է հրեշտակ, դա երազի տեսքով էր կամ տեսիլքի, բայց տեսնում եմ այդ պատկերը, ու նայում եմ ես իրան ինքն ինձի ասում եմ, գիտես, այսօր շատերը խոսում են Քրիստոսի մասին, շատերը շատ լավ անգիր գիտեն աստվածաշնչյան տեղեր, դուք էլ շատերը կարող է շփվել եք աշխարհում, որ մարդիկ Քրիստոսին չեն ճանաչում, բայց ինչ-որ աստվածաշնչյան տեղեր գիտեն, ասում է մարդկանց հետ եթե խոսես շատ լավ իրանք կարան նկարագրեն Աստված, պատվիրանները կարան ասեն, մեկ դու ինձ, ես նայեմ, ուղղակի չեմ խոսում, հրեշտակը ինձ բացատրում այսպես, ասում է գիտես, բայց մարդիկ այդքան անում են, բայց իրանց միտքը հին է, իրանք մտածում են աշխարհի օրենքներով, հոգևորապես չեն մտածում, ու հեռացավ ինձանից, թարմանում եմ դրանից, ու խորհում եմ, ինչ է ուզում ասել, Տերը մեզ ինչ է ուզում ասել,
Ես խոսք եկավ միտքս, որ ասում եմ, եւ ձեր մտքի հոգով նորոգվեք։ Ասում են նոր մարդուն հագնելուն զուգահեռ այս միտքն ասում։ Եթե այսօր դու քո մտքով էլ չնորոգվես, Քրիստոսի այն ինչ որ պատվիրաններ, օրենքներ, սիրո պատվիրաններ որ կա, հա, մեզ կանչող Սուրբի պես մենք էլ չձգտենք Սուրբ լինենք։ Մեր միտքը եթե մնա հին, դու կարաս շատ լավ ճարտարախոս լինես, շատ լավ նկարագրես Աստծո մասին։ Դու կարաս արդեն շատ լավ խոսես Աստծո մասին, բայց հոգի, լսել եք ասում են նրանք շատ լավ խոսում են, բայց զորություն ուրացած են։ Նմանվում ենք դրան, եթե մեր մտքով էլ մենք չենք ձգտում փոխվենք։ Գիտես մտքովը որն է։ Երբ որ ներսը ճնշված է, ցենց քո խոսելու ինչ որ ցենց մի բան ապրումները ոնց որ քեզ թվում է դժողքը լցվել է քեզ վրա, ընտանիքում անհամերաշխությունը, վիրավորանք կա անգամ քո ավակից, ընտանիքից, կին կամ ամուսնուց, երեխուց կամ այդ ճշված ես դու ուղակի ներսդ միտքը տա խոսում քեզ հետ, կամ Սուրբ Հոգին է խոսում քեզ հետ, այդ այնց այդ բանա որ Տեր ես նոր մարդ եմ։ Իսկ Աստծո խոսքը ասում է, եթե քո եղբայրդ քո դեմ բան ունի, անկախ նրանից էլ որ ինքն է մի բան արել, ես հաշտվելու եմ։ Այդ է նոր միտքը, Քրիստոսով լցված, խաղաղարար, հեզ, Սուրբ Հոգու պարգևներով լցված, պտուղներով լցված, հավատքով լցված նոր մարդն է։ Ամեն, ամեն։